Հասանելիքը դա է։ Քանի որ առիթ է անձեռնել, մի հարց էլ 97 թվականին, երբ դուք փոխարենում էիք Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոն, տեղյակ եք ինչ տարաձայնություններ է ունեցել Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ կամ ժամանակն։ Նայեք, իհարկե տեղյակ եմ։ Չեմ ուզում հիմա այդ տարաձայնությունների մասին տարածվել, բայց հիմնական տարաձայնությունները ինչ որ ես գիտեի, ինքը գնացել է ոչ տարաձայնությունների պատճառով, իսկապես ինքը առողջության պատճառով է գնացել, դա ես հստակ գիտեմ, բայց տարաձայնություններ եղել են հետևյալ մոտավորապես բովանդակությամբ։ Պետք էր որոշումներ կայացնել, բոլոր որոշումների վերաբերյալ ինքը շատ էր ձգվում, շատ դժվար էր որոշում կայացնում։ Հիմնական պատճառը սա էր։ Ես կարող եմ լավ մի դրվագ պատմել, ես Ղարաբաղի նախագահն էի, ինքը այստեղ վարչապետ էր։ Օրինակ ես տարբեր հարցերով իր հետ երբ կապվում էի, ինչ որ հարցադրում էի անում, ինքը ասում է դե գիտես լավ կլինի նախագահին ասես։ Ինչ ասում ես, ասում լավ կլինի նախագահին ասես։ Այսպիսի ոճը սա էր։ Մինչ իրեն եղել է Բագրատյանը Հրանտ։ Չի եղել մի դեպք, որ Հրանտ Բագրատյանը ինձ ասի նախագահին ասի։ Եթե իր տիրույթում է, վարչապետի տիրույթում է, պայմանավորում ենք, ինքը որոշումներ կայացնում անում ենք։ Այս խնդիրը կար։ Ես հետո իրեն երրորդ անգամ որ ասեց նախագահին ասի Արմեն, նախագահի տեղը ես գիտեմ։ Ես հասկացա, որ քո հետ ոչ իմ բանի շուրջ չպիտի խոսամ, միանգամից նախագահի հետ պիտի խոսամ։ Այսպիսի շատ կոնկրետ խոսակցություն եղել է, ոչ թե չէր ուզում անի եւ այլ, պատասխանատվություն իր վրա չէր վերցնում։ Եվ մենք հետո տեսանք, երբ արդեն նախագահ ինքը դարավ, մենք տեսանք եւս, որ պատասխանատվություն իր վրա չվերցրեց։ Կան հարցեր։ Երևի վերջի հարցը Ժորժ ջան, գիտեմ շատ հարցեր կարող եք ունենալ, բայց